Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին, Դունկան Նորմանը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը եւ ձեռք բերված առաջընթացը։ Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջև նոր ռազմավարական գործընկերության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Դեսպանն ընդգծել է, դա ի թիվս այլնի թույլ կտա ամրապնդել անվտանգության, պաշտպանության, նորարարությունների, էներգետիկայի եւ մյուս ոլորտներում շփումները։ Իլհամ Ալիևն էլ ընդգծել է, որ վերջին 1 տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում, ինչը ըստ նրա նշանակալի փոփոխություն է տարածաշրջանի համար։ Ադրբեջանի նախագահի խոսքով անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է։ Ալիևը հավելել է, Լոնդոնի հետ երկկողմ օրակարգը մեծ նշանակություն ունի նաև տարածաշրջանային զարգացման եւ գործակցության համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ը կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, ըստ հաղորդագրության նրան լուրջ մտահոգություն եւ վճռական բողոք են հայտնել ռուսական տեղեկատվական դաշտում հաճախակի դարձած սադրիչ վիրավորական եւ սպառնալից հայտարարությունների կապակցությամբ, որոնք հնչում են Ադրբեջանի, ադրբեջանցիների եւ իշխանությունների հասցեին։ Մասնավորապես Բաքուն անընդունելի է որակել երկրի ներքին քաղաքական գործընթացներին հնարավոր միջամտություն պարունակող քննարկումները եւ ֆիզիկական բռնության կոչերը։ Ադրբեջանական կողմը Մոսկվայից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուսական մեդիա դաշտում հակաադրբեջանական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։ Նաև Ադրբեջանը CNN հեռուստաալիքի դեմ հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան մեղադրելով լրատվամիջոցին Ադրբեջանի դեմ անհիմն եւ սադրիչ պնդումներ պարունակող հոդված հրապարակելու համար, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական եւ հետախուզական գործողությունների համար։ Այժմ Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում եւ նախատեսված էլ չեն, երկրի ծովային շրջափակումն ուժի մեջ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ չի պատրաստվում երկարաձգել Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել 60 օր առաջ։ Ավելի վաղ այդ մասին էր հայտարարել նաեւ իրանական կողմը։ Նա պնդել է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին ինքնակնկալում է։ Մենք այնտեղ ենք մեկ պատճառով՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ չի ունենա, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ իրեն է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը։ Թրամփը կրկնել է, այժմ նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի ամբողջական վերահսկողության տակ։ Մինչդեռ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, մինչև Միացյալ Նահանգները չդադարեցնի Իրանի ծովային շրջափակումը, ռազմական գործողությունները, չվերացնի նավթային պատժամիջոցները, չապասառեցնի իրանական ակտիվները։ Թեհրանը նաև նախազգուշացնում է, Թրամփը սխալվում է, երբ Հորմուզի նեղուցն անվանում է ամերիկյան։ Իրանը վերջ կտա այդ պատրանքին։ Իսրայելի ռազմական ինքնաթիռները 4 ավիահարված են հասցրել Աբու ալ-Դուհուր լքված ռազմական ավիաբազային Սիրիայի Իդլիբ նահանգի արևելքում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Դամասկոսը դատապարտել է հարձակումը, մեղադրելով Իսրայելին օկուպացիոն քաղաքականություն վարելու համար։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Իսրայելի ավիահարվածներով, դրանք անվանելով անհարկի էսկալացիա։ Բարաքի խոսքով Սիրիայի նոր կառավարությունը ագրեսիվ դիրքորոշում չի որդեգրել, չի աջակցում պրոքսի ուժերին եւ բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է թույլատրել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել կողմերի միջև բանակցություններին։ ԱՄՆ բանագնաց Ջարեդ Քուշները Համասի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո քննարկումներ է ունեցել Իսրայելի վարչապետի եւ նախագահի հետ։ Օրակարգում է եղել Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը, որն իսրայելական կողմը չի ընդունում։ Քուշները եւ Բենյամին Նեթանյահուն զրուցել են մոտ 4 ժամ։ Ամերիկացի բանագնացն արդյունավետ է որակել հանդիպումը։ Կարող ենք առաջընթաց տեսնել արդեն առաջիկա 30 օրվա ընթացքում, ընդգծել է Քուշները։ Սակայն Reuters-ի տվյալով Համասի եւ Իսրայելի միջև չի հաջողվում հասնել փոխզիջման։ Հրեական պետության ղեկավարությունը պնդում է, Գազայի վերակառուցումը չի սկսվի, մինչև պաղեստինյան խմբավորումը լիովին չզինաթափվի, մինչ այդ Ցահալը դուրս չի բերվի Գազայից։ Նեթանյահուի եւ Խաղաղության խորհրդի բանակցություններից հետո իսրայելական կողմն էլ տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային 2 խումբ։ Առաջինը կկենտրոնանա Գազայի զինաթափման եւ ապառազմականացման վրա, իսկ երկրորդը կզբաղվի Գազայում սոցիալական, առողջապահական եւ այլ հարցերով։ Դիանա Գասպարյան, լուրեր։